Բարևս հարգելի հետևորդներ, մենք շարունակում ենք մեր երիտքած ոդկասթների շարքը եւ այսօր մեր հյուրն է Եվրոպական համալսարանի դասախոս Դիանա Սարգսյանը։ Բարևս Տիկին Սարգսյան։ Բարև ձեզ։ Տիկին Սարգսյան, դուք երկար տարիների դիվանագիտական աղավակարգի փորձ ունեք ու ինչ կնշեք այս դիվանագիտական աղավակարգի մասին։ Մոտ 15-16 տարի ես դասավանդում եմ այդ առարկան, ինքս լինելով միջազգայնագետ միշտ սիրել եմ այս առարկան, առհասարակ եւ շատ ուսումնասիրել եմ ու շատ մեծ սիրով հիմա փոխանցում եմ իմ գիտելիքները, որը ամեն անգամ յուրաքանչյուր պահ փորձում եմ որսալ, որպեսզի փոխանցեմ նաեւ սովորեմ եւ փոխանցեմ նոր սերնդին։ Դիվանագիտական աղավակարգը շատ հետաքրքիր մի ոլորտ է։ Դա նման է մեր համակարգացիական էթիկետի պարզապես ավելի բարձր մակարդակով է այն ներկայացվում միջպետական մակարդակով դա հետաքրքիր է այն է այնտեղ միջպետական հարաբերություններ ինչպես միջմարտկային հարաբերությունները ունեն իրենց կանոնները եւ այդ դիվանագիտական աղավակարգը բաղկացած է սովորութային նորմերից որոնք ընդունված է որպես կանոն որին մենք հետևում ենք, որոնց հետևում ենք եւ որպեսի լավ հարաբերություններ ունենալ, բարիդրացիական հարաբերություններ ունենանք։ Օրինակ, ինչպես համակարգացիական էթիկետում էլեմենտար է, երբ որ մարդը մարդուն հանդիպում է, բարևում է, շնորհակալություն է հայտնում եւ այլն, նմանատիպ մի բան կա դիվանագիտական աղավակարգում միջպետական իրական հարաբերությունները երևում են հենց դիվանագիտական աղավակարգի մեջ, որը հենց սովորութային նորմերի համակցությունն է, ամբողջությունն է։ Եվ տարբեր երկրներում աղավակարգը տարբեր է լինում, բայց միևնույնն է, նա չի դադարեցնում հիացնել ու սովորելու բազմաթիվ շանսեր կան։ Դուք նաև Թիֆլիսահայ եք, ինչպես ես գիտեմ, ինչ առանձնահատկություններ կնշեք Հայաստանի ու Վրաստանի ժողովուրդների միջև, ու նաև եթե ինչ-որ դիվանագիտական աղավակարգի մեջ ինչ-որ առանձնահատկություններ կան։ Այո, ես Թիֆլիսահայ եմ, բայց ինչ վերաբերում է պարտադիր չի միայն Վրաստանի օրինակով, յուրաքանչյուր երկիր ունի իր աղավակարգը։ Օրինակ, եթե վերցնենք հայկականը, մեր պետական աղավակարգում նշվում է, որ ցանկացած հյուրը բարձրաստիճան պաշտոնյան, որը գալիս է Հայաստան, նա պարտավոր է ասենք օրինակ այցելել հուշահամալիր, ցեղասպանության հուշահամալիր, եւ չէ որ ամենտեղ չէ որ լինում են օրինակի համար ցեղասպանության թանգարան, իրանք պետք է նախորոք իհարկե հանձնաժողովն է ձևավորվում եւ գալիս են հատուկ մարդիկ սովորում են ինչ պետք է անել տվյալ պահին ոնց։ Դուք տեսել եք երևի հեռուստացույցով հաճախ, որ ծաղկեպսակ է դրված եւ մոտենում է բարձրաստիճան որևէ պաշտոնյան հայ երկրի եւ նա խոնարհվում է ծաղկեպսակի առջև լենտը պարտադիր պետք է ուղի եւ մի քանի վայրկյան սպասի նոր հետ գա դա օրինակի համար ընդունված է մենակ մեր երկրում յուրաքանչյուր երկիրը ունի իր առանձնահատկությունը իր հարգանքի տուրք մատուցելու ձևերը իր շնորհավորանքի տարբեր եղանակներ ու այդ ամենը արտացոլված է իրենց երկրի դիվանագիտական աղավակարգում իհարկե գոյություն ունի միջազգային աղավակարգ որը պարտադիր է ու նույն է բոլորի համար, բայց էլեմենտներ ազգային իհարկե միանշանակ ունեն, օրինակի համար ես շատ սիրում եմ ինքս պատմել օրինակներ Հնդկաստանի, երբ որ մարդիկ գնում են Հնդկաստան, այնտեղ ծաղկեպսակ են կախում հյուրի վզին եւ սպիտակ sense գիրլանդա կոչվածն է, չէ, եւ սպիտակ ծաղիկներն է մեջը, բայց պետք է անպայման ուշադրություն դարձնել կամ մի ծաղկի տեսակ, որը կոչվում է մահ եվրոպացու։ Եվ եթե հյուրը եվրոպացի է, նա պետք է տեսնի արդյոք կա այդ ծաղիկը այս ծաղկեպսակում։ Եթե կա, ուրեմն այդքանն էլ լավ չեն վերաբերում հյուրին այդ երկրում։ Կամ օրինակի համար, երբ որ մենք միտեղ մենք ԱՊՀ երկրները որ գնում ենք, պաշտոնական այցի մասին է խոսքը, ապա հյուրին հանդիպում են բարձրաստիճան հյուրին աղն ու հացով։ Բայց դու գիտեք, որքան բարձր է հացը, այդքան ուրեմն հարգանքը ավելի շատ է հյուրի հանդեպ։
ի որքան ցածրը պարզ է դա էլեմենտար արտացոլում է, այսինքն իրական վերաբերմունքը։ Բոլորը կարող են ճպտալ, սակայն իրականում այդ փոքր մանրուկներից բաղկացած է դիվանագիտական արողակարգը։ Այ եթե փորձենք այդ արամության ու ասիական արողակարգներին նայենք, ինչ հիմնական տարբերություններ կգտնենք, որ եկել է, ասիականից ու արամությանից։ Արողակարգում արևելյանից եկել է մեծին հարգելու արժեքը, երևի արժեքային համակարգն ենք վերցնում որպես հիմք, քանի որ ցանկացած դա լինի դիվանագիտական օրակարգ, այլ կերպ ասում ենք դիվանագիտական էթիկետ։ Դա վարքագծի նորմերն են, ցանկացած ասպարեզում, եթե վարքագծի նորմը զուրկ է արժեքային համակարգից, նա պարզապես ձև է դառնում։ Հետևաբար այսպիսի արժեքային նորմ, ինչպիսին է հարգանքը, որը ընկած է հենց արողակարգի էթիկետի հիմքում, եթե դա չլինի, ուրեմն անիմաստ է ընդհանուր մեր գործողությունները։ Նաև մի հետաքրքիր այսպիսի բան կա, ես ընդհանրապես նկատել եմ, որ վերջին շրջանում շատ դեպքերում, շատ երկրներում, դիվանագիտական արողակարգում ինչ-որ բացթողումներ են լինում, ըստ դա դիտավորություն է, թե զուտ շփոթում են ու ինչքանով է դա ասում նաև պետությունների հարաբերությունների վրա։ Այսինքն դիվանագիտական էթիկետի բացթողումները։ Գիտեք, շատ հաճախ են ցավոք սրտի բացթողումներ, այսինքն ցավոք սրտի որն է, երբեմն լինում է դա պատահականություն, բայց երբեմն լինում է դա պարզապես չիմացություն։ Ամենայն դեպս ժամանակին դիվանագետները եւ առասարակական գործիչները համարվում են պրոֆեսիոնալներ։ Հետևաբար, երբ որ պրոֆեսիոնալն է անում վրիպում, դա միանշանակ երևում է, դա հատուկ արված, եթե պրոֆեսիոնալն է տալիս վրիպում։ Իսկ եթե այս պայծրությամբ, ոչ թե պայծրությամբ ցավոք այդպես է ստացվում, որ տարբեր երկրների ղեկավարները այս պայծրությամբ հիմա ոչ պրոֆեսիոնալներ են, տարբեր ոլորտներից եւ այլն, հետեւաբար, այսինքն ոչ պրոֆեսիոնալ ասելով, իրանք դիվանագիտական ծառայության մեջ չեն եղել, իրանք այդ նյուանսներին պարզապես չեն տիրապետում եւ դա լինում է որ պատահական չիմացությունն է ուղղակի, վայ, չգիտեի, չէին իմանում, բայց օրինակ վերջերս շատ հետաքրքիր դեպք տեղի ունեցավ, երբ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարը հանդիպեց Չինաստանի պատվիրակության հետ եւ նա պատահաբար, այսինքն առանց իմանալու, նա 3 անգամ խոնարհվեց ձերքը մեկնելով, բարևելով, այսինքն պատվիրակության անդամին եւ նա 3 անգամ խոնարհվեց։ Մինչդեռ դա բնորոշ է ճապոնացիներին, ոչ թե չինացիներին։ Չինացիները շատ վրդովվեցին դրանից ու ամբողջ այդ միջազգային լրատվամիջոցները օրինակ ցույց տվեցին այդ պահը, դա վիրավորական էր չինացու համար, որ իրենց խառնել են ճապոնացու հետ։ Օրինակ Չինաստանի համար ավելի ճիշտ կլիներ, եթե պարզապես թեկուզ այդ նույն ֆինանսների նախարարը պարզապես բարևելուց, օրինակ մենք Հայաստանում ընդունված է, չէ, երբ որ ձեռքով բարևում են, ապա նայում են աչքերի մեջ։ Մինչդեռ չինացիների մոտ ընդունված չէ, եւ եթե գալիս է եվրոպացի բարևելու եւ նա իջեցնում է հայացքը ներքև, ցույց տալով իր խոնարհությունը, ապա դա է գնահատվում չինացիների մոտ, դա երևում է անմիջապես փորձառու չինացի դիվանագետը կտեսնի, որ դիմացինը պատրաստվել է բանակցությունների համար, նա խոնարհեց իր հայացքը ձերքը մեկնելով բարևի ժամանակ։ Նմանատիպ նյուանսները իհարկե շատ հաճախ մեծ դեր են կատարում միջազգային հարաբերություններում։ Ինձ միշտ մի բան է հետաքրքրել, ես միշտ նկատում եմ, որ երբ որ երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաները հանդիպում են, իրանք ձեռքսեղում են անում, երկար խոսում են, բայց շատ դեպքերում ես գիտեմ, որ օրինակ այս երկրի պաշտոնյանը այդ միջազգային լեզվին չի տիրապետում, բայց մեկը իրենց մեջ ինչ-որ շփում է տեղի ունենում, այ ոնց են կոմունիկացվում, ինչ կոմունիկացիա գնում, ընդհանրապես թարգմանչի առկայությունը ինչքանով է ազդում այդ արողակարգի ու բանակցությունների վրա։ Ну, առասարակ որ թարգմանիչը պետք է լավ վարժ լինի, որպեսզի ճիշտ կարողանա փոխանցել իրենց միտքը, դա միանշանակ, բայց դիվանագիտական արողակարգում ավելի կարևոր է ծառայության ղեկավարի դերը, որտեղ դիվանագիտական չկա այդպիսի մի բան, որ պետության ղեկավարը հենց այդպես կա, որպես կանոն նրան նախորդում է իր ծառայության
մի խմբի, հա, այսպես յուրաքանչյուր մի եւ բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներ ունեն, այսպես ասած, հանձնաժողով կամ հատուկ սենց պաշտոններ, բաժիններ դիվանագիտական ծառայության։ Օրինակ մեր երկիրը նույնպես արտաքին գործերի նախարարությունը մի հմուտ իրոք վարչություն ունենք եւ նախագահի աշխատակազմը եւ վարչապետը բոլորը ունեն առողակարգային բաժիններ, որոնք այդ ամենը կարգավորում են։ Այսինքն մի քանի պաշտոնյանց զբաղվում են կոնկրետ այդ հարցերով։ Այդպիսի բան մի քիչ դժվար է պատկերացնել, որ չեն տիրապետում։ Ուրեմն լավ չեն աշխատում իրենց ծառայության մասնագետները, հա, որոնք պարտավոր են դա իմանալ։ Ղեկավարը գալիս է ուրիշ հարցով, նա պարտավոր չէ իմանալ։ Իրեն պարտավոր են ճիշտ ներկայացնել, ասենք, առողակարգի այդ նյուանսները, որ արկա են տվյալ երկրում։ Այ Վատիկանն էլ է իրականում բավական հետաքրքրում։ Վատիկանից ինչ կարող ասենք, հա, իրանց դիվանագիտական առողակարգի առանձնահատկությունների մասին։ Վատիկանը հա ինքը նա կրոնական իրենց մոտ մի քիչ այլ է, անգամ դիվանագիտական ներկայացուցությունների մակարդակով է։ Գնահ էլի ոնց հետո մի հարց էլ կար, այստեղ հավելեմ նաև ընդհանրապես կրոնը դիվանագիտական առողակարգի մեջ ինչ-որ դեր խաղում է։ Միանշանակ, այդ ազգային առանձնահատկություն է։ Երբ որ գնում ես այդ երկիր, հա, օրինակ դու պետք է հաշվի առնես Վատիկանը անգամ դիվ ներկայացուցությունների մակարդակով, եթե մենք բոլորը դեսպաններ են, միայն պապի լեգատ են կոչվում։ Դեսպան չէ, այլ լեգատ է, սկսենք դրանից, մյուսը դիմելու ձևն է տարբեր, մյուսը, ասենք, եթե օրինակ կրոնական վերցնենք, եթե ոչ միայն Վատիկանը, այլ նաև մուսուլմանական աշխարհը, հա, օրինակ ընդունված է մուսուլմանական աշխարհում, որ միայն իրենց ընտանիքի կանանց կարա տղամարդը կպնի ձերքով։ Հետևաբար այն ինչ որ ընդունված է օրինակ միջազգային ասպարեզում, երբ որ կինը ձերք է մեկնում բարևելու համար, շատ հանգիստ կարա այդ ձերքը չսխմի մուսուլման տղամարդը։ Այսպես եղել է օրինակ Չինաստանում, այս վերջերս մի քանի ամիս առաջ եղած սամիտի ժամանակ, երբ որ Չինաստանի առաջին տիկինը ձերք մեկնեց մուսուլմանին, Իրանի, Պարսկաստանի առաջնորդին եւ նա չսխմեց ձերքը։ Միջազգային սկանդալ էր փոքր, բայց այստեղ իհարկե տիկնոջ խնդիր էր, չիմացություններ, երևի ավելի ճիշտ կլիներ, որ ինքը պարզապես գլխով խոնարհվեր կամ շատ ընդունելի տվյալ դեպքում ժեստ է, այսպես խոնարհվել։ Ես հարգում եմ ձեր մշակույթը, ես գիտեմ որ ձեր մոտ ընդունված չէ, հետևաբար ես ձերքս չեմ մեկնում։ Բարևելու ժամանակ այսպես անել ավելի ճիշտ է։ Ընդհանրապես դիվանագիտական սկանդալներով Թուրքիան է հայտնի, որովհետև շատ դեպքերում վիդեոներ են տարբեր հայտնում, որ երբ որ չգիտեմ Թուրքիայում կին քաղաքական գործիչ է գալիս կամ իրան նստելու տեղը չկա կամ ընդհանրապես իրան չեն բարևում, այ ինչի՞ց է ընդհանրապես դա գալիս, ըստ դա էլի կրոնական առանձնահատկություններից է, թե ինչ որ դիվանագիտական բացթողում է։ Չէ, միանշանակ կրոնական առանձնահատկություններից է։ Յուրաքանչյուր մարդ, Թուրքիան պահանջում է, որ հարգեն իր մշակույթը, տվյալ դեպքում Թուրքիան Պարսկաստան է միջայլոց, ինչի առանձնացնում ենք մենակ Թուրքիային։ Յուրաքանչյուր երկիր ուզում է, որ հարգեն իր մշակույթը եւ թյուրիմացություններ չլինի։ Ինքը ունի իր պետական առողակարգը եւ ուզում են բոլորը, մեզ էլ, երբ որ Հայաստան են գալիս, բնականաբար բոլորը պետք է հարգեն Հայաստանի Հանրապետության դիվանագիտական առողակարգը եւ վարվեն այնպես, ինչպես պետք է որ լինի, հա, ինչպես մեզ է սազական։ Այնպես անեն, ինչպես մեր երկրում է ընդունված, միանշանակ երկրի հեղինակության հետ է կապված։ Նաև շատ այս վերջին շրջանում էլ էլի քննարկող թեմաներից մեկը նկատել եմ, որ օրինակ երբ որ ինչ որ երկրի նախագահ գալիս, պետք է կամ բարձրաստիճան պաշտոնյան դիմավորի ու եթե ինչ որ չգիտեմ, յատեղականն է դիմավորում, դա նույնպես համարվում է, որ դիվանագիտական ինչ որ խնդիր է, հա, այսինքն նույն պաշտոնյան, օրինակ եթե նախագահն է գալիս ինչ որ երկրի, պետք է էլի մեր նախագահը դիմավորի կամ վարչապետը, դա տենց է, թե ինչ որ հստակ շեմ չկա դրա համար դիմավորություն։ Դիմավորելու իհարկե շեմ կա։ Որպես կանոն դիվանագիտական առողակարգը ընդունում է հավասարը հավասարի։ Եթե պետական այցով այցերի տեսակներ կան, կախված այցի տեսակներից։ Եթե պետական պաշտոնական այց է, դա ուրիշ է։ Աշխատանքային այցով եթե գալիս է ղեկավար, ապա որևէ մի պետության ղեկավար պարտադիր չի, որ իրեն հանդիպի, նախատեսված չէ հատուկ առողակարգ։
Եթե օրինակ ինքը գալիս է ժամանում է երկիր պետական այցով, իհարկե միանշանակ այդ դեպքում ընդունված է եւ իրեն դիմավորում են հաճախ հենց օդանավակայանում կախված է երկրի անվտանգությունն է որոշում որտեղ են հանդիպում, բայց որպես կանոն հենց օդանավակայանում կարմիր գորգա փրած աղուխացով պատվո պահակով եւ պատվոշ քախումբա անգամ անցնում, հա, օրներ են լսում եւ այն տվյալ դեպքում պարտադիր պետք է լինի հավասարի սկզբունքը, այո, միանշանակ, բայց մի քիչ տարբեր է, եթե օրինակ պաշտոնական այցով, ասենք թե գալիս են մի քանի երկրի նախագահները, ապա միանշանակ ընդունող երկրի ղեկավարը նա չի հասցնում պարզապես, ու դա նորմալ է, եթե իր տեղակալին է ուղարկում, ասենք մեկին ճանապարհում է մյուսին, մեկը այսպես ասած մեկն է հանդիպում, հետո մյուսն է հանդիպում, այստեղ հանգամանքները շատ են, իհարկե մենք ունենք պետական առողակարգ ու բոլորս պետք է առաջնորդվենք, բայց ի վերջո այդ նույն առողակարգը հնարավոր է շեղվել առողակարգից փոխադարձ համաձայնության, որտեղ առողակարգը դե ամբողջությամբ սովորութային նորմերի մի ամբողջությունն է, որը դա նույնն է, ինչ որ մարդիկ պայմանավորվում են, հա, ընդունված է այսպես, բայց եթե մենք երկուսով պայմանավորվում ենք, որ նպատակարար է այլ կերպան, դա ընդունելի է, չէ։ Նույնը դիվարողակարգի մեջ է։ Եթե պետությունների համար դա նորմալ է, երկու փոխադարձ համաձայնության են գալիս, ապա ոչ մի խնդիր։ Իսկ հագուստի տեսանկյունից ինչքանով կարևորություն են տալիս երկրները, օրինակ երկու տարի առաջ մի հատ դեպք արձանագրվեց, որ էլի Բարսաշրջան պաշտոնյակին ջինսով էր գնացել ուրիշ երկիր, դա նշանակում է պաշտոնական այցի, դա նշանակում է, որ անհարգալից վերաբերմունք է, թե հագուստի հետ կապված ինչ որ հստակ նորմ չկա։ Չէ, հագուստի հետ կապված կակրած շատ լավ նորմեր կան, միանշանակ։ Երբ որ մենք դիվանագիտական առողակարգի մեջ ենք, այստեղ թելադրում է պաշտոնը եւ ուզենք թե չուզենք մենք պետք է հարմարվենք դրան, որ հայո մենք մարդիկ ենք բոլորս, բայց եթե մենք ինչ որ պաշտոնական այցով ենք գնում եւ այլն, նպատակը հարմար է պատրաստվել դրան, հետեւաբար ջինսը դիվանագիտական առողակարգի մեջ չկա պարզապես, դա համարվում ասած աշխատանքային առօրյա հագուստ։ Մի շարք այդպիսի բաներ կան դիվարողակարգում, օրինակ կարճաթև սարոճ կան, տղամարդը վերնաշապիկը կարճաթև չի կարող հագնի կոստյումի տակից, ընդունված չէ, պետք է լինի պարտադիր երկարաթև վերնաշապիկ, որի մանժետը դուրս է գալիս կոստյումից, կինը չպետք է այո ջինս կրի, տղամարդու համար էլ է ջինսը որպես կանոն, հա, դիվարողակարգի համաձայն, բայց դե նորից եմ ասում, դա սովորութային նորմերն են, որոնք երբ փոխվում են եւ կարող են փոփոխվել մի կողմից, փոխկապները նույնպես չէ, պետք է լինի, օրինակ, բայց Իրանի Իսլամական Հանրապետություն փոխկապ չեն կապում։ Դե իրանց ազգայինից ելնելով, այո, չեն կապում, բայց միջազգային առողակարգը ընդունում է, այո, ոչ միայն դիվանագիտական առողակարգը, այլ նաեւ գործարար էթիկետը, հա, դա ընդունված է որպես զուտ տղամարդու տեսքը փոխկապով ավելի ձիգ է, ավելի հաճելի եւ այլն, ինչ վերաբերում է կնոջը, ապա իհարկե նորից պիջակ, կոստյում, հա, համապատասխան տեսք պետք է ունենա, գործարար տեսք կինը։ Իսկ դիվանագիտական առողակարգի մասնագետները կոնկրետ հենց պաշտոնյաներին են ուշադրություն դարձնում, թե օրինակ այդ պաշտոնյաների ընտանիքի անդամներն, երբ որ օրինակ պաշտոնյան ընտանիքի անդամներով է, հա, այցելում ինչ-որ երկիր, էլի պետական աշխատանքային այցի, պարտադիր է նաև հենց իրանց ընտանիքի անդամները, օրինակ կինը, երեխաները նույնպես համապատասխան հագնված լինեն, թե դա կապ չունի։ Ну, այդպես է ստացվում, ինչքան էլ մենք չուզենանք, պաշտոնը թելադրում է։ Այո, միանշանակ, երբ որ պետական գործիչը իր կինն էլ է առաջին, եթե առաջին դեմքն է, չէ, ապա իր կինն էլ է առաջին դեմք դառնում, իր երեխան էլ, ասենց թե նենց կենտրոնում են գտնվում։ Հետևաբար, ну, մինչև 18 տարեկան լրացած երեխան այդքան էլ ես ուշադրություն ճիշտ ասած չէի դարձնի, ավելի կնախընտրեի ուշադրություն դարձնեի, ասենք, առաջին դեմքին եւ իր տիկնոջը, որովհետև նա է թելադրում, այսպես ասած, թե ինչպիսին պետք է լինի այս կամ այն ազգի առաջին տիկինը եւ չնայած մենք բոլորս մարդ ենք, ապա տվյալ պահին, եթե այցը պետական բնույթ ունի, հա, պետական նշանակություն ունի, պաշտոնական այց է օրինակ, դա նույնպես կարևոր է։ Լավ կլինի, որ գիտեք ոնց չկա այդպիսի բան, որ այսպես չի կարելի ընդունված չէ պարզապես։
ամեն ինչ սովորութային նորմա է ըստեյության։ Սովորութային նորմ է, հա, ինքը չունի սանկցիա, հա, այսպես է։ Բայց ես կուզենամ համենայն դեպս գիտեք ասում են, որ յուրաքանչյուր երկիր, յուրաքանչյուր ոլորտ իր օրենքներն ունի։ Հիմա որքան սազական է, որ ես այսօրվա դրությամբ 20-րդ դարում օրինակ եմ ասում, տարազը հագնեմ։ Տարազը եղել է մեր ազգայինը, չէ՞։ Բայց մեր երկրում մենք աշխարհիկ երկիր ենք ու դա ընդունված չէ։ Այս բայդրությամբ, չէ՞, դա սազական չէ։ Մինչև դիվանագետները իրանք պաշտոնական հագուստ ունեն, շատ երկրներում կա, ես Հայաստանում չեմ նկատել, որ դիվանագետը հենց պաշտոնական իր հագուստ ունենա։ Այսքան կա, բայց չի գործում, այսքան չեն։ Ես համամիջ եմ, պրոֆեսիոնալ դիվանագետները դու կարող եք գնալ թեկուզ մեր արտաքին գործերի նախարարություն ու տեսնեք մեր պրոֆեսիոնալ դիվանագետների տեսքը։ Առօրյա կյանքը ուրիշ է, երբ որ իրանք այս պատերից դուրս են, բայց երբ որ իրանք գնում են բանակցությունների, իրանք միշտ պարտադիր, ամենայնպես ես ինչ որ նկատել եմ փողկապով, չէ, ոչ թե փողկապը նկատի ունեմ, այլ հատուկ ամեն երկիրը առանձնահատուկ դիվանագիտական շոունի տարազանման ինչ որ։ Չէ, տենց բան չկա, չէ, մեր մոտ սովորական մենք աշխարհիկ երկիր ենք, եթե դա ինչ որ ազգային ընդունելություն է, ապա կարա լինի օրինակ ազգային ինչ որ մի տար հա, բայց մենք աշխարհիկ պետություն ենք, մենք մուսուլման չենք, հա, ինչ որ ոչ արաբական երկրի ներկայացում, մենք համարում ենք քաղաքակիրթ աշխարհիկ երկիր, հետևաբար մեր մոտ նորմալ է ընդունված սովորական հագուստը։ Դա հատուկ ինչ որ ազգային ու կարա լինի որևէ ոչ պաշտոնական թունելությունների ժամանակ կինը կարա օրինակ գրի Այնակ հայերին բնորոշ է արծաթե գոտի, հա, տարազի մեջ կամ ինչ որ զարդը, որը զարդերով ցույց տա, այսպես ասած, հա, իր ազգի պատկանելությունը, բայց ընդհանուր առմամբ մենք միևնույն է աշխարհիկ պետություն ենք։ Մենք կրոնը մեր տարազը մենք չենք կարող, հա, էլեմենտներ կարող ենք վերցնել տարազից։ Իսկ ոչ նախընտրելի գույներ կան, հա, հագուստի մեջ, չգիտեմ, օրինակ, պարտադիր պետք է դասական սև ու սպիտակ լինի, թե հնարավոր է դեղին գույնի ինչ որ շոր լինի, բայց էլի դասական ոճի մեջ։ Չէ, գույներ կան իհարկե, դա պետք է լիներ հանգիստ գույներ, բայց պարզապես կա պարտադիր, այսպես ասած, պահանջ պարտադիր ասելով պայմանական է տվյալ բնակավարում, բայց 3-4 գույնից ավել չի թույլատրվում, որ ընդհանուր կերպարի մեջ լինի։ Եվ դա պատկերացնում եք, դա իրոք նորմալ է, 3-4 գույնից ավել, դա արդեն մի քիչ կանարիկայի կերպարն է, էլի հիշեցնում, այլ ոչ թե զսպված, սև ու սպիտակը պարտադիր չի։ Չնայած հետաքրքիր օրինակ դեպք տեղի ունեցավ, փաստ կոնկրետ կապված էր արքունիկի հետ, եթե կհիշեք, վերջերս Ելիզավետան Թակուհին, որը վերջերս մահացավ մի քանի տարի առաջ, եթե կհիշեք, ինքը միշտ վառ գույների մեջ էր, վառ դեղին ամբողջությամբ կամ վառ կանաչ կամ կարմիր եւ այլն։ Բոլորը զարմանալի էր, որ քմծիծաղ էին տալիս, բայց իրականում դա իր ստիլիստների լավ աշխատանք էր պարզապես։ Ըստ արքունիկի էտիկետի Թակուհին պետք է երևա ամեն տեղից, բայց քանի որ տարիների ընթացքում նա կամած փոքրացավ, արդեն չէր երևում, իր ոճաբաները այսպիսի շատ հետաքրքիր տրուկ մտածեցին, իրան միշտ ինչ որ մի վառ գույնի հագուստի մեջ էին հագցնում, որ ինքը հերվից երևա, որ նա Թակուհին է գալիս։ Միագույն վառ։ Եկամ երկի ներկայացման հարցում բնականաբար դեսպանների ոնց որ առաջադրանքն է շատ կարևոր, նաև դեսպանների ընդհանուր թե ընդհանուր իր բնույթը, հա, դեսպանները ոնց են վարվում, իրանք ոնց են աշխատում, ինչքանով են իրանք հասարակության հետ շփվում, օրինակ Հայաստանի օրինակը եթե բերենք, Հայաստանում այն դեսպանը, որը ավելի ակտիվ է, դու սկսում ես ուղղակի ակամա թե անակամա բանան ես, այդ երկրի հանդեպ ավելի լավ տրամադրվեց, հա, ինքը այսինքն այդ երկրի ոնց որ մշակույթն է տալիս։ Ըստ էս ինչ հիմնական առանձնահատկություններ կան, որ դեսպանը պարտավոր է ունենա։ Դեսպանը հյուպատոսի աշխատանքն է օրինակ շատ վառ է երևում է հասարակության մեջ, երբ որ իրենք լավ աշխատում են թիմը, այսպես ասած, հա, այդ իրանց, դիվանագիտական անձնակազմը լավ է աշխատում դեսպանատունը, ապա բնականաբար իրանց գլխավոր խնդիրներից մեկը պետությունների միջև հարաբերությունների հաստատումն է, ինչպես նաև կապերի զարգացումը, հետևաբար մշակութային նույնպես, մշակույթի ներգործությունը,
ճանաչելիությունը հասարակ այլ պետության մեջ, դա շատ կարևոր գործոններ են նաև եւ դա իհարկե լավ դիվանագետի արդյունքն է երևում է շատ լավ, որ երբ որ տեսնում ես, որ ասենք օրինակ ֆրանկոֆոնիայի օրերը, չէ, Հայաստանում, դա նշանակում է դա կարևորվում է եւ ֆրանսիական մշակույթի տարածումն է գնում, այսինքն պետական մակարդակով դա կարևորվում է։ Պարբերաբար նայում ես ռուսական օրերը, էլի նույնպես հաճախ սկսում են ակտիվանալ, Ռուսաստանի մշակույթը, այսինքն լավ աշխատում են տվյալ բայդրությամբ դեսպանները։ Մերոնք էլ այն դրսում էլ պետք է որ լավ աշխատեն։ Զարգացնելով, սովորացնելով նաև մեր մշակույթը։ Շնորհակալություն Տիկի Սարգսյան այսօր մեզ հյուրընկալելու համար։ Սիրով, շատ ուրախ եմ, որ նոր սերունդի մեջ այդպիսի հետաքրքրվածություն կա դիվանագիտքով, որտեղ առհասարակ դա շատ հետաքրքիր բնագավառ է եւ ես հուսով եմ, որ մենք ու միշտ սովորելու տեղ է թողնում։ Սովորեք, հետաքրքրվեք, ես վստահ եմ այն շատ հետաքրքիր է։ Շնորհակալություն հարգելի հետևորդներ, մեզ հետևելու համար։